Մեր համագումարը իրավազոր է։ Ձեր թույլտվությամբ այն հայտարարում եմ բացված։ 2015-ին ասպարեզ եկած մյուս քաղաքական ուժը ՀՀԿ-ն լքած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի Ալյանսն էր, կուսակցություն, որը երկու հիմնադիր համագումար ունեցավ։ Առաջինի գրանցումն Արդարադատության նախարարությունը մերժել էր օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ 3 ամիս անց Տիգրան Ուրիխանյանը ստիպված եղավ ամեն ինչ նորից սկսել։ Գրանցվել է 219 պատվիրակ։ Ուստի մեր համագումարը իրավազոր է, ձեր թույլտվությամբ այն հայտարարում եմ բացված։ Նախ ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ, որ էլի հավաքվեցինք։ Թե առաջին եւ թե երկրորդ համագումարներում պատգամավորը ելույթը սկսեց կուսակցությունների առատությունը փաստելով, ապա հայտարարեց. Ալյանսը գալիս է քաղաքական ազդեցությունների դաշտ տեղափոխելու ազնիվ, բարեկիրթ ու իրավիճակի հետ չհամակերպվող մարդկանց։ Ալյանսը բացատրել է հնարավորությունները, որոնք դրանց համար ովքեր ուզում են սեփական անձի վերականգնող հատկանիշներով ազդեցություն ունենան երկրի իրականացող փոփոխությունների վրա։ Մենաշնորհների ու կոռուպցիայի վերացում, վստահության բարձրացում, արդարադատության վերականգնում։ Կուսակցության ծրագրային հիմնական դրույթներն են։ Նպատակներին միսոարյուն տալու համար Ալյանսը կպայքարի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ոչինչ ոչ ոքի հեշտ չի տրվել։ Մեր ցուցակում չեն լինելու մարդիկ, որոնք ձեզ համար անտեսանելիորեն եկել են հայտնվել են եւ այնուհետեւ գնում են խորհրդարանում աշխատելու որպես ալյանսի պատգամավորներ։ Մեր կառույցներում չեն լինելու մարդիկ, ովքեր անցնում են պետական կառավարման համակարգում աշխատանքի, պարզապես որովհետև նրանք կուսակցության մեջ ազդեցություն ունեցող ինչ-որ մարդու բարեկամներ, այլաններ կամ ընկերներ